Դիտարկենք վավերագրական ֆիլմում Վայոլետ անունով երեխայի պատմությունը։ Նա պնդում է, որ ընդամենը 13 տարեկան հասակում, որ բռնաբարվել է Յահլի կողմից, ով սկզբում ինչ-որ բան է գցել իր ջրի մեջ, ինչը նա անմիջապես չի նկատել։ Այնուհետև Յահլը բազմիցս բռնաբարել է նրան, եւ երբ նա փորձել է փախչել, Յահլը դանակահարել է նրան։ Վավերագրական ֆիլմում Վայոլետը պատմում է այս տրավմայի մասին, որը տարիներ անց դեռևս կրում է ֆիզիկական ու հուզական սպիներ։ Այս գործի ամենացնցող կողմերից մեկն այն պատճառն է, որ զոհերը լռել են, ինչու նրանք չեն դիմել ոստիկանություն, որովհետև ինչպես իրենք են բացատրել լրագրողներին, գաղութային դարաշրջանի ժառանգություն հանդիսացող իշխանության անհավասարակշռությունը նրանց սովորեցրել է, որ Եվրոպայից եկած սպիտակամորթ տղամարդու խոսքը, որին նրանք համարում էին անձեռնմխելի, միշտ ավելի մեծ կշիռ կունենա, քան աղքատ տեղացի երեխաների վկայությունը։ Նրանք կարծում էին, որ Յահլը անձեռնմխելի էր։ Վկաները պնդում են, որ նա օգտագործել է ժպտացող աֆրիկացի երեխաների լուսանկարները բարեսիրտ եվրոպացիներից նվիրատվություններ հավաքելու համար, կուտակելով մոտավորապես 2 միլիոն չեխական կրոն, մոտավորապես $85,000։ Այնուամենայնիվ, ականատեսների խոսքով, այս գումարից ոչ մի կոպեկ չի ուղղվել երեխաներին, փոխարենը, այն օգտագործվել է Յահլի անձնական կարիքները ֆինանսավորելու եւ թմրանյութեր գնելու համար, որոնք նա բաժանել է երիտասարդներին։ Ինչպես փաստաթղթավորել են տեղական իշխանությունները, կա նաեւ պաշտոնական փաստաթուղթ, որը նրան մեղադրում է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։ Կարևոր է նշել, որ նա օգտագործել է երեխաների օգնության համար նվիրատվությունների տեսքով հավաքված գումարը, տեղական պաշտոնյաներին կաշառելու համար, նրանց լռությունն ու հանցակցությունն ապահովելու համար։